Օգոստոսի 19-ի երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում ճամբարակ տանող ավտոճանապարհին ԳԱԶ 53 մագնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողի։ Նրանցից մեկը Սուրեն Մամրեի Վարդանյանը մահացել է։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն մյուս զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ։ Նախնական տեղեկություններով խոսքը մի քանի վիրավորի մասին էր։ ՊՆ-ն ավելի ուշ հայտնել է, որ տուժած զինծառայողներից 3-ը բժշկական միջամտության կարիք չեն ունեցել, ևս 3-ի կյանքին վտանգ չի սպառնացել եւ նրանք գտնվել են բժիշկների հսկողության տակ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ բեռնատարի վարորդը ձերբակալվել է։ Մեր աղբյուրների փոխանցմամբ դեպքից առաջ երեկոյան Զորամասի ճաշարանում նորակոչիկների միջև միջադեպ է տեղի ունեցել։ Զինվորները միմյանց քաշքշել, հրել եւ հարվածել են։ Դրանից հետո շտաբի պետը որոշել է պատժել միջադեպի մասնակիցներին։ Զինվորներին քնից առաջ դուրս են բերել Զորամասից եւ ուղարկել վազքի։ Ամենաուշագրավն այն է, որ զինվորներին հրահանգվել է վազել հակագազերով։ Այս վարկածի համաձայն հենց հակագազերով վազելն է պատճառ դարձել, որ զինվորները չնկատեն մոտեցող մեքենան։ Պաշտպանության նախարարությունը օգոստոսի 20-ին պաշտոնապես հերքեց զինվորների հակագազերով վազելու մասին տեղեկությունը, նշելով, որ դա չի համապատասխանում իրականությանը։ Այսպիսով ամենակարևոր հարցը հետևյալն է՝ զինվորներն ինչու են այդ ուշ ժամին ոչ թե Զորամասում, այլ ճանապարհի երթևեկելի հատվածում գտնվել, եւ արդյոք ճիշտ է այն վարկածը, որ դա կապված է նրանց նկատմամբ կիրառված պատժի հետ։ Նորակոչիկներին վրաերթի ենթարկած վարորդը, ըստ մեր աղբյուրների, նույնպես պայմանագրային զինծառայող է։ Նա 3 երեխա ունի, իսկ նրա կինը հղի է, սպասում է 4-րդ երեխային։ Օրագիր Նյուզի տեղեկություններով բեռնատարը դեպքի պահին եղել է առանց համարանիշի, իսկ վարորդը վարորդական իրավունք չի ունեցել։ Ըստ մամուլի հրապարակումների նա այդ օրը ծառայողական նպատակով դիրքեր սնունդ տեղափոխելու համար է վարել այդ մեքենան։ Հիշեցնենք, որ ողբերգության ծոհը 19-ամյա Սուրեն Վարդանյանը մոտ 1 ամիս առաջ էր զորակոչվել բանակ։